Վավանն այս վերնաշապիկով էր, երբ նրա վրա կրակեցին։ Նրա որդին մահացել է 1998 թվականին այն ժամանակ, երբ այս կադրերը տարածվում էին աշխարհով մեկ։ Ինդոնեզացիները բողոքի ցույցեր էին անցկացնում նախագահ Սուհարտոյի ավտորիտար ռեժիմի դեմ։ Ապստամբություն էր, որը պառակտեց հասարակությունը։ Մի կողմից ես համակրում էի իմ ընկերներին, նրանց ընդվզումը, մյուս կողմից իմ հայրը կառավարության անդամ էր։ Ինդոնեզիայի ժողովրդավարության ծնունդը տեղի ունեցավ բռնի կերպով, ինչպես ապրեցին ինդոնեզացիները իրենց երկրի պատմության մեծագույն ցնցումներից մեկը եւ ինչու 30 տարի անց էլ այդ ամենը շարունակում է ազդել նրանց կյանքի վրա։ Մենք պետք է ավելի շատ շփվենք միմյանց հետ, ոչ թե մեկուսանանք։ Վերջի վերջո մենք ապրում ենք հասարակության մեջ, 3 կյանքի պատմություն, լիվախով, հույսով եւ խիզախությամբ։ Դիմադրեք։ Մայրաքաղաքն արթնանում է, նրա հետ ավելի քան 11 միլիոն բնակիչ։ Մենք Ջակարտայում ենք։ 1998-ին Ինդոնեզիայի մայրաքաղաքը երկրի անկախությունից ի վեր սոցիալ-քաղաքական ամենալուրջ ցնցման էպիկենտրոնն էր։ Այսօր հանդիպում ենք Մարիա Կատարինա Սումարսիին։ Ամեն առավոտ նա սեղան է գցում իր որդու, Վավանի համար, բայց Վավանը մահացել է 1998-ին։ Ես հավատում եմ, որ մահացած մարդիկ պարզապես տեղափոխվում են մեկ այլ վայր։ Մի օր Վավանը կցանկանա տուն վերադառնալ, եւ եթե ուզենա մի բան ուտել, կարող է ուղղակի հանել ափսեի խուփը եւ ուտել։ Բեռնարդինուս Ռեալինո Նորմա Իրմավանը կամ պարզապես Վավանը 20 տարեկան ուսանող էր, երբ նրա վրա կրակեցին, հավանաբար ինդոնեզացի զինվորը։ Վավանն այս վերնաշապիկով էր, երբ կրակեցին։ Սա նրա վերջին վերնաշապիկն է։ Այստեղ կրծքավանդակի ձախ կողմում կա փամփուշտի անցք։ Այն դիպել է սրտին եւ թոքերին։ Վավանը զոհվել է այսպես կոչված Սեմանգիի հրաձգության ժամանակ, երբ ոստիկանությունն ու բանակը բռնի կերպով ցրեցին ցուցարարներին։ 17 մարդ սպանվեց։ Սումարսիհը պահում է հետաքննող հանձնաժողովի զեկույցի պատճենը։ Զինվորները մտան Ատմաջայա համալսարան, մարդիկ վիրավորվեցին։ Վավանը հարցրեց զինվորներին. «Պարոն, կան վիրավորված ուսանողներ, կարող ենք օգնել նրանց»։ Զինվորը պատասխանեց. «Այո, օգնեք»։ Եվ հենց Վավանը պատրաստվում էր բարձրացնել վիրավորին, նրա վրա կրակեցին։ Մինչ օրս որևէ պաշտոնական ներողություն չի եղել։ Վավանի մայրը իրավապաշտպան է, որը պայքարում է 98-ի իրադարձությունների ամբողջական հետաքննության համար։ Այդ նպատակով նա հիմնադրել է Աքսի կամիսան, 5-շաբթի շարժումը։ Մենք նրա հետ գնում ենք հանդիպման։ Նա ցանկանում է, որ պատասխանատուները պատժի ենթարկվեն, այդ թվում գործող նախագահ Պրաբովո Սուբիանտոն։ Ինչ է տեղի ունեցել 1998-ին։ Տնտեսական ճգնաժամն ու քաղաքական ճնշումները անկարգությունների պատճառ դարձան։ Ուսանողները կազմակերպեցին բողոքի ցույցեր ոչ միայն Ջակարտայում, այլև Մեդանում, Սուրակարտայում եւ Յոգյակարտայում։ Նրանց պահանջներն էին մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն, այսինքն ավարտ նախագահ Սուհարտոյի բռնապետությանը։ Ինդոնեզիայի համալսարանն այն ժամանակ քաղաքական դիմադրության կենտրոններից մեկն էր։ Այստեղ հանդիպում ենք ակադեմիկոս Վիշնու Ջուվոնոին։ Այս շենքը նա լավ գիտի։ Ցույցերի ժամանակ ուսանող էր, նաև քաղաքական գործչի որդի։ Սա այն վայրն է, որտեղ մենք ընկերներով հավաքվում էինք։ Ես երկընտրանքի առաջ էի։ Մի կողմից համակրում էի ընկերներիս, նրանց ընդվզումը, մյուս կողմից իմ հայրը կառավարության անդամ էր։ Վիշնուի հայրը Ջուվոնո Սուդարսոնոն Սուհարտոյի օրոք բնապահպանության նախարար էր։ Նա կառավարության կազմում ընդգրկվել էր փողոցային բողոքների մեկնարկից հետո։
Մենք հավատում ենք, որ լավագույն լուծումը ուսանողները եւ կառավարությունը, հատկապես այն ժամանակ ոչ սիրված զինվորականները նստեին եւ անկեղծ սրտացավ խոսեին երկրի ապագայի շուրջ։ Բանակը դիտարկվում էր որպես Սուհարտոյի ավտորիտար ռեժիմի հենասյուն, ճնշման եւ բռնության խորհրդանիշ։ 1998 թվականի մայիսի 12-ին իրավիճակը սրվեց։ Զինված ուժերը կրակ բացեցին Ջակարտայի Տրիսակտի համալսարանի ուսանողների վրա։ Համալսարանի թանգարանը հավերժացնում է այդ օրը սպանված 4 ուսանողների հիշատակը։ Այս ողբերգությունը ստիպեց Սուհարտոյին հրաժարական տալ մայիսի 21-ին, ավարտելով 32-ամյա իշխանությունը։ Նրան փոխարինեց Հաբիբին, որը սկիզբ դրեց ռեֆորմաս կոչված շրջանին, նախաձեռնելով առաջնային ժողովրդավարական ռեֆորմներ, ինչպիսին մամուլի ազատությունն է։ Սակայն հասարակությունը թերահավատ էր, եւ բողոքները շարունակվեցին։ Մինչ օրս այդ մեկ տարին շարունակում է որոշիչ մնալ Վիշնուի կյանքում։ Նա ի թիվս այլ թեմաների ուսումնասիրում է այդ ժամանակաշրջանը։ Դասախոսի կարիերան ընտրեցի, որովհետև այստեղ կարող եմ հետազոտել, հրապարակումներ անել եւ ազատ արտահայտել իմ կարծիքը։ Մենք Սուրակարտայի Ջեբրես շրջանում ենք։ Այստեղ տեղի են ունեցել մարդու իրավունքների լուրջ խախտումներ։ 98-ին կառավարությունն ու բանակի որոշ ստորաբաժանումներ հասարակության զայրույթն ուղղեցին փոքրամասնությունների դեմ, մեղադրելով նրանց տնտեսական ճգնաժամի համար։ Հանդիպում ենք Վիրանտի Վիդյաստուտիին եւ նրա հորը, Սումարտոնո Հադիդնոտոին։ Նրանք էթնիկ չինացի էին, այն ժամանակ ամենադուժած փոքրամասնության ներկայացուցիչ։ Վիրանտին 11 տարեկան էր, երբ գասազած ամբոխը ներխուժեց նրանց տուն։ Հոր հետ նա ցույց է տալիս, թե ինչպես են փախել այս անցքի միջով։ Մենք անցանք այստեղով։ Այն շատ նեղ էր։ Դրսից էին կոտրել, քարը շատ մեծ էր։ Այսինքն ոչ երկու կողմից։ Ոչ, ներսից ոչ ոք չի կոտրել, միայն հետևից։ Մեզ դուրս էին քաշում հարևանները, շատ դժվար էր դուրս գալ։ Փոսը փոքր էր այն ժամանակ, հիմա արդեն ավելի մեծ է։ Ամենախիստ անկարգությունները տեղի ունեցան 98-ի մայիսին։ Էթնիկ չինացի ինդոնեզացիները հարձակման ենթարկվեցին հիմնականում Ջակարտայում, Մեդանում եւ Սուրակարտայում։ Նրանց համարում էին արտոնյալ եւ այդ պատճառով ատում։ Խանութներ թալանվեցին եւ հրկիզվեցին, կանայք բռնաբարվեցին։ Վիրանտին եւ նրա ընտանիքը գրեթե 10 օր թաքնվել է։ Հիշում եմ, որ վիճակը շատ ծանր էր, ուտելիք գրեթե չունեինք։ Հենց այդ ժամանակ հասկացա, թե ինչքան դժվար է ուտելը։ Մենք լցվել էինք հարևանի հյուրասենյակում, ինչպես ձկները տակառում։ Հատակին փռված մի գորգ կար, որի վրա էլ միասին քնում էինք։ Անկարգություններից հետո ընտանիքը վերադարձավ տուն, բայց կյանքն այլևս երբեք նույնը չեղավ։ Մայիսյան անկարգությունների ժամանակ մեզ նման զոհերին վերաբերվում էին այնպես, կարծես մենք մարդ չէինք։ Մենք ոչ մի արժեք չունեինք։ Ես ստիպված էի դիմել հոգեթերապևտի, քթի փոքր խնդիր ունեի, որը պարզվեց հոգեբանական էր։ Մոտ 1.5 տարի բուժում ստացա հանգստացնող դեղերով, մեդիտացիայի շնորհիվ կարողացա վերականգնվել։ Այդ ժամանակից ի վեր Սումարտոնոն ակտիվ է իր համայնքում։ Նա աջակցում է ծագումով չինացիների կազմակերպությանը, որը սկզբնական շրջանում շտապ օգնություն էր տրամադրում տուժածներին։ Ինչով կարողանում էինք, օգնում էինք, վերականգնում էինք փաստաթղթերը, որը այրվել էին կամ կորել թալանի ժամանակ, եւ քանի որ նվիրատվություններ էինք ստացել, առաջին 3 ամսվա ծախսերի համար ֆինանսական աջակցություն էինք տրամադրում։
Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ, որոշ գնահատականներով հասնում է 1000-ի։ Շատերը մահացել են թալանի ժամանակ բռնկված հրդեհներում։ Փաստագրվել է 85 սեռական հանցագործություն, այդ թվում զանգվածային բռնաբարություններ, մեծ մասը էթնիկ չինացի կանանց նկատմամբ։ Մինչ օրս կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել պաշտոնական հաշտեցման ուղղությամբ, սակայն Վիրանտիի ծնողներն իրենց երեխաներին մղում են աշխույժ կյանքի, որպեսզի չմեկուսանան։ Ծնողներս մեզ սովորեցրել են ինտեգրվել հասարակությանը, ավելի շատ շփվել մարդկանց հետ, ոչ թե փակվել։ Մենք համայնքի մաս ենք, այսինքն նրա անբաժանելի մասն ենք։ Վերադառնում ենք Ջակարտա։ Սումարսիի շաբաթական Կամիսան բողոքի ակցիային։ Նա այս ակցիան սկսել է մեր դեկապալատի դիմաց 2007 թվականի հունվարից։ Մասնակիցները հագնում են սև հագուստ, որպես սգո նշան։ Նրանց պահանջներից է վեր ճամփաճելիությանը։ Մինչ օրս Սեմանգիի եւ Տրիսակտիի ողբերգությունների վերաբերյալ իրավական քննություն չի կատարվել։ Սումարսիը ցանկանում է, որ քաղաքական գործիչները պատասխանատվություն ստանձնեն, նույնիսկ նրանք, ովքեր այլևս պաշտոն չունեն, ինչպես Պրաբովոյի նախորդը, նախկին նախագահ Ջոկովին։ Ջոկովին պաշտպանում է իրավախախտներին, իսկ Պրաբովոն ինքը իրավախախտ է։ Գործող նախագահ Պրաբովոն մինչև 1998 թվականի մայիսը բարձրաստիճան զինվորական էր, Սուհարտոյի մերձավոր շրջապատի անդամ։ Նրա կարիերան լի է մարդու իրավունքների խախտումներով, ինչպես շատ ուրիշներ, նա մինչ օրս պատասխանատվություն չի ստանձնել։ Մենք զարմանում ենք, տեսնելով, որ ակցիային մասնակցում են շատ երիտասարդներ, որոնք ծնվել են 98-ից հետո։ Սումարսիը ասում է, որ նրանց կողքին կկանգնի այնքան ժամանակ, որքան ի վիճակի կլինի։ Anak-anak muda ini adalah ya generasi yang pada saatnya nanti akan memimpin bangsa dan negara ini. Nah harapan saya Այս երիտասարդներն այն սերունդն են, որը մի օր կառաջնորդի երկիրը։ Լիահույս եմ, որ նրանք կկարողանան շարունակել առաջ տանել 98-ի ուսանողների եւ ժողովրդի պայքարը, հանուն բարեփոխումների եւ ժողովրդավարության։ Anak-anak mahasiswa bersama rakyat tahun 98 di dalam memperjuangkan reformasi dan demokrasi.